Շնորհավորում եմ բոլորիս։ Այսպես սկսեց իր ճեպազրույցը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խոսքը վերաբերում էր նախորդին Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակության պատմական այցին ձեռք բերված համաձայնություններին, որոնք Հայաստանի համար նոր հնարավորությունների դուռ կբացեն։ Սիմոնյանի գնահատմամբ այցի արդյունքում Հայաստանի անվտանգության մակարդակը եւս մեկ աստիճանով բարձրացավ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք կացում, այսինքն խաղաղության, որը որ մի տարվա, երկու տարվա չի, այլ տասնամյակների։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների եւ անհայտ կորածների խնդրին ազգային ժողովի նախագահը կրկին վստահեցրեց, որ այդ հարցը մշտապես քննարկվում է տարբեր հարթակներում, տարբեր հանդիպումների ընթացքում։ Նա կարծում է, որ ավելի լավ է քիչ խոսել, փոխարենը գործել։ Այս առումով նա կարևորեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Շատ դրական եմ գնահատում այն աշխատելավոճը, որը որ մենք երկստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ եւ կարծում եմ այս ճանապարհով, որ մենք շարունակենք առաջ ընթանալ, մենք ոչ մեր երկու երկրները այլևս մոտ ապագայում որևիցե խնդիր չեն ունենա։ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձ կատարեց նաև իր Ռուսաստան այցին, այն որակելով դրական։ Վերջինս ընդգծեց, որ ինչպես Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի, այնպես էլ գործընկեր Մատվիենկոյի հետ խոսել եւ քննարկել են երկու կողմերին էլ անհանգստացնող բոլոր թեմաների մասին, այդ թվում ռուսական տարբեր այսպես կոչված խոսափողների կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքների եւ հիբրիդային հարձակումների մասին։ Ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ հենց քաղաքական գործիչների, հենց իմ այցի, մեր հանդիպման իմաստը դա էր, որ իրենք ասեն այն ինչ որ իրանց է անհանգստացնում, մենք ասենք այն ինչ որ մեզ է անհանգստացնում։ Թե Մատվիենկոյի եւ թե Լավրովի հետ կառուցողական քննարկումներ են եղել, պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտների։ Ինչ վերաբերում է Մոսկվայի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIP նախագծի Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը, ապա Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանի ճանապարհները միայն Թրամփի ուղով չեն սահմանափակվում։ Նա հակադարձելով ռուսական կողմի այն պնդմանը, թե առանց Ռուսաստանի մասնակցությամբ TRIP-ի իրագործումը դժվար եւ անհնար կլինի, նկատեց, որ այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում կարող ենք փաստել, որ 100-ամյակներով նույն Ռուսաստանը տարածաշրջանում ներկա է եղել եւ այնինչ հիմա տեղի է ունենում հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակում Ռուսաստանը կարող էր վաղուց իրագործել։